Դատավճի Հայաստանի Հանրապետության անունից գործ ԵԴ 0714 մայիսի 2025 թվական քաղաք Երևան։ Երևան քաղաքի առաջերտության ինքնանվիրավորության քրեական դատարան դատավոր Բալայան, Միստիկ Արտուբարյան, Շամուրաջյան, Սուբարյան, Կիրակոսյան, Մաշուկյան, Քաշեթյան, Երանոսյան, Մալոյան, Սրակյան, Հարությունյան, մասնակցության մեղադրող Սարգսյան, պաշտպաններ Սարդարյան, Պետրոսյան, Գևորգյան, Ամբաստանյան, Սանասարյան։ Դրված դատական իստերության առնելով գործոց մեղադրենք Տարմի Սանասարյանի։ Ծնված 23/09/1984 թվականին Երևան քաղաքում ազգության հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի բարձրագույն կրթությամբ ամուսնացած խնամքին 3 անշահված երեխա ֆիզիկապես առողջ չդատված հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ հաշվառված է քաղաք Երևան նորարար 41 փողոց 11 տուն հասցրել բռնակվում են քաղաք Երևան Մուրացյան 4 փողոց 11 տուն հասցրել որպես խախտում միջոց են տրված ստորագրությունը չեղանալու մասին մեղադրում է 18/04/2003 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքում։ Հրապարակում է դատական ակտի եզրակացիչ մասը։ Դավիթ Տարմի Սանասարյանի 18/04/2003 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 208 հոդվածի առաջին մասը առաջադրված խաղադրանում ճանաչել անպարտ և արտարացնել հանցակազմի իրեղեն ապացույց ճանաչված 6 հատ տարբեր գրավումներով հեմոդիալիզի իրականացման համար նախատեսված վճռական պարագաները վերադարձնել Սամվել Աջյանին։ Իրեղեն ապացույց ճանաչված ISO 13485 և SCS ստանդարտի որակի համապատասխանատվության վերաբերյալ հավաստագրերը պահել վարույթի նյութերի հետ դրանք պահպանելու ողջ ընթացքում։ Որպես այդ փաստաթուղթ ապացույց ճանաչված Սամվել Աջյանի և Գևորգ Խաչատրյանի անձնական գործերը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը։ Սամվել Աջյանի պատկանող ՀԱՈՒ տեսակի բջջային հեռախոսի և Թոշիբա տեսակի ձևակի համակարգիչը հանձնել Սամվել Աջյանին կամ վերջինիս լիազորված անձին։ Գևորգ Խաչատրյանին պատկանող Samsung Gloss տեսակի և Sony տեսակի բջջային հեռախոսները Սերգույնի պահեստակը դրանում արտափաստարկներով Lenovo տեսակի դյուրակի համակարգիչը հիշողության քրիչների և լազերային սկավառնակները ինֆուլյատոր տեսակի բժշկական պարագան հանձնել Գևորգ Խաչատրյանին կամ նրա լիազորված անձին։ Զորաշեն սրբանկերության կրիքը վերադարձնել ընկերության տնօրենին նոթադրերը պահել քրեական գործի նյութերի հետ դրանք պահելու ամբողջ ընթացքում։ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դրված խախտումների միջոցը ստորագրությունը չեղանալու մասին վերացնել։ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։ Դատավճիռ կարող բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան ստանալու պահից հետո 1 ամսյա ժամկետում։ Նստեք խնդրում։ Սանասարյան դատավճիռի պարզը հասկանալի է դատավճիռի հարցում եք բողոքարկել հիմքի առումով դատական ակտի ուժորոշնիկորից հետո իրանքում եք իրեր դատարան ձեզ վարույթի ընթացքում պատճառված մասի ատուսման պահանջով։ Բայց դուք գիտեք դատարան չմոռանաք նշեք, որ այս վարույթի քննությունը ձեր ներքով էլ է ձեզ ձգվել, էլի Ամերիկայի գնացել չի կարի մեջտեղ բարել ձեր։ Հետո դուք եք ազգային ժողովի շոր լիստերի մասնակցում, ասում եք ընդհանուր լիստերի կազմել, հենց որ ձեր վերջին խոսքին որ ասում եք այսքան տեղից ինքնացի քննությունը ձեր ներքով է որ կանատել։ Դատական իստը կարող է։